ես շատ հանգիստ եմ եղել, հավանական է, այսքան ընտրությունների մեջ ամենահանգիստ ես անգամ եմ եղել, շատ հանգիստ, իմ այն մոտիկներս, ընկերներս բոլորը կարող են ասել, եւ ես գիտեմ, որ ամեն ինչից բարձրը, ամեն ինչից շատ մարդու անունն է, եւ եթե ինչ-որ մենք պայմանավորվել էինք, որ ԿՊ-ն պետք է չանցնի, ես նամանավանդ բարձրաձայնել էի, որ որևիցե մեկ եթե ինձանից շատ ձայներ հավաքած լինի, ուրախությամբ կսեղմեմ ձեռքը ու կմիանամ իրենց ու առանց պաշտոնի ակնկալության։ Հիմա իրանք էլ նույնը արեցին եւ ես գիտեմ, որ իրենց համար էլ անունը ավելի բարձր է, իհարկե դժվար է, ասենք այսքան բանի մեջ պես հեշտ ու հանգիստ գալ միանալ, բայց թե անունը ամենաբարձրն է ու ժողովրդի խոսք տվածը դա ավելի բարձր մարտը պիտի բայի եւ այսպես ինչ որ արվել է ճիշտ է արվել, ասեմ դες, իր համար շատ ճիշտ է արվել եւ իր ընդրած ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ հանրապետությունն էլ սպասում էր դրան, ճիշտ ասած, Գյումրին եւս եւ ամբողջ հանրապետությունը, ովքեր որ իրենց տասում են ընդդիմադիր 10-ին, բոլորը դրան էին սպասում։ Եվ կամոկն աստուծո փառք կամեցածին, ինչ որ տեղի ունեցավ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, ասում է ամենախոցելի տեխնացուն դուք եք, նկատի ունեն քրեական գործերը, որոնցով դուք անցնում եք, նաեւ այսպես ասած, որ գուցե եւ կրկնվի Վանաձորի օրինակը, հա։ Գիտեք ինչ, ես դրա վերաբերյալ մի բան կարող եմ ասել։ Եթե ես մարդկանց բնակարան եմ հատկացրել, տարածք եմ հատկացրել, ու մարդիկ բնակարան են կառուցել կամ դա կենցաղ-սպասարկման օբյեկտներ են կառուցել եւ եթե դա գտնում են, որ դա խոցելի է ու ինչ որ քրեական գործ դրանով կարելի է հարուցել, ուրեմն չարաչար սխալվում են շատերը։ Ես ընդհանրապես ոչ մի գումարի հետ կապված ոչ մի խնդրեմ չունեմ գումարային տեսքով կամ ինչ որ որևիցե մեկը ինձ ասի թե կաշառք են տվել քաղաքապետարանի աշխատակիցներին կամ քաղաքապետին, նմանատիպ գործերով մենք չենք գանանում։ Ուրեմն ուղղակի մենք երկրաշարժից հետո քաղաքը 90% ավիրված քաղաքը մարդիկ շենք շինություն են կառուցել եւ Միքայելի ժամանակ, եւ Պալասանյան Սամվելի ժամանակ, եւ իմ ժամանակ, եւ դատարանն է օտարել, հասկացար, եւ դրա հիման վրա, եթե մենք խոցելի ենք, ուրեմն խոցելի ենք, բայց դա ես գտնում եմ առ ոչինչ է, որովհետեւ այդտեղ իմ մեղքը ընդհանրապես ես չեմ տեսնում։ Հետո ես քննարկել եմ բոլոր լուրջ իրավաբանների հետ եւ ինձ հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Եթե հանգարց մի բան առաջացնեն, ուղղակի այսպես պետք է փողոցից վերցնեն անմեղ մարդուն ու տանեն ինչ որ բանդարգի։ Եթե նմանատիպ քայլ անեն, եթե այս պետության այս երկրին դա ձեռնտու է, ուրեմն թող անեն, կտեսնեն թե ժողովուրդը ինչ կանի, մնացածն էլ կաբրեն կտեսնենք ինչ կլինի, բայց միանշանակ չեմ հավատում դրան։ Ասում եք ծանր որոշում եմ կայացրել մարդուն։ Դե հիմա այդ իրանից կհարցնեք, ճիշտ ասած ես չեմ կարող հիմա իր տեղը պատասխանել թե ծանրը ոնց է, ինչ է, բան է։ Իրանից հարցրեք, ինքը ձեզ կպատասխանե։ Ամեն դեպքում այս մի քանի օրերի ընթացքում պարոն Ղուկասյան, պարոն Գրիգորյանի հետ կամ նրա համակիցների հետ ինչ-որ հանդիպումներ, ինչ-որ քննարկումներ, ինչ-որ Ոչ, չեն եղել։ Ոչ մեկի հետ մենք հանդիպում չենք ունեցել, ոչ մեկի հետ քննարկում չենք ունեցել։ Միգուցե կլինի հավանական է դիմացը ու միանշանակ կլինի մեծ հաճույքով մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ հանդիպելու, խոսելու, դնելու, վերցնելու եւ ես իրենց ինձ թշնամի չեմ ճանաչում։ Ես թշնամի ճանաչում եմ Ադրբեջանին եւ Օսմանյան թուրքերին։ Հասկանալի է, ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ։ Կարող է խնդիրներ ունենք իրար մեջ, բայց ես այդպեսին չեմ, ես հոգեպես բարի մարդ եմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, Մարտուն Գրիգորյանը ասում է, որ մյուս ուժերին, այսինքն նկատի ունի Կարեն Սիմոնյան, Ռուբեն Մխիթարյան, նաև ի վերջո նաև այսպես ասած նաև ինքը իր ծանր այսպես որոշմամբ, ասում է, որ երկուսը շտապեցին, հա, հայտարարելով նրա ծանր որոշում կայացնելու եւ չթողեցին, որպեսզի քննարկվի այլ տեխնացու, ոչ խոցելի տեխնացու, օրինակ Կարեն Սիմոնյան, Ռուբեն Մխիթարյան, ինչ եք կարծում։ Ես ճիշտ ասած այդ հարցերին այդ հարցին հնարավոր է կրկին անդրադառնալ առաջիկայում։ Հնարավոր համարում եք, որ չգիտեմ, եթե առաջարկվի ձեզ այս օրերի ընթացքում մինչև ավագանուն նիստ, չգիտեմ, որոշում փոխվի եւ այլ տեխնացու համայնքի ղեկավար առաջադրվի ընդդիմադիր դաշտից նկատի ունեմ։ Ուրեմն միանշանակ ես այդ հարցին կարող եմ մի բան պատասխանել։ Աշխարհում կա մի բան, ով շատ ձայն է հավաքում, նրան են միանում։ Այդ բաներին, ինչպես խապսերին, մապսերին, բաներին, ձիու քայլերին, բաներին, ես ընդհանրապես այդ ճանապարհով չեմ ապրել։ Ես ապրել եմ ուղիղ, շիտակ ու դեմ դիմաց ասելով։ Ես այդպես եմ հասկանում։
Հիմա ով ինչ ձևի հասկանում է, ինքը իր հոգին ինչ որ թելադրում է, ինքը այդտեղից հոգու շտեմարանից խոսում է։ Իմ հոգու շտեմարանից ես խոսում եմ, այս ինչ որ հիմա ես ասում եմ։ Ես հիմա այսպես է Աստված կամեցել, եթե հանգարցակի լիներ նոր ընտրություններ, ես ավելի ուրախ կլինեի, որ նոր ընտրություններ լիներ եւ կտեսնեին թե այս անգամ ինչ ձևի կլիներ այդ ամեն ինչը, որովհետեւ մենք տեսանք թե ԿՊ-ն ինչ արեց, շատ մարդիկ ինչ արեցին, ինչ քրեական գործեր հարուցվեց, ինչեր արվեց, ես չէի հավատում, որ այդպես կլինի, որովհետեւ մինչեւ նախավերջի օրը քաղաքում սոցհարցումները այլ բան էին ասում։ Եվ գիտեք, ընդհանրապես, երբ որ մարդը Գրիգոր Տատեվացու մեջ, այսպես է ասվում, եթե դրված է հացը, սոված մարդուն հացն է դրված, եւ այն կողքը դրված է սիրուն աղջիկը։ Եթե մարդուն բաց թողնես, ուր կգնա աղջիկա մոտ թե հացի, անպայման կվազե հացին։ Հասկանալի է, շատ-շատերը վազեցին հացին, որովհետև սոված են այս քաղաքի ժողովուրդը եւ Շիրակի դաշտավայրը։ Այդտեղ ես ուղղակի մի քիչ ներողամտությամբ եմ նայում, բայց իհարկե այսպես վերապահումներով։ Այլ տեխնացուի հարց, չգիտեմ, գուցե հավաքվեք, քննարկեք, ասում է ժամանակ չթողեցին, որպեսզի մենք 4-ով հավաքվենք, նստենք, քննարկենք։ Ես ասելու ոչ մի բան չունեմ, ինչ որ եղել է, ուրեմն եղել է, ինչ որ խոսել ենք բարձրաձայն լրատվության ձեր բոլորի հետ, ուրեմն ես ասել եմ ու եւս նորից կրկնում եմ։ Ուրեմն ով շատ ձայն է հավաքել, ես կմիանամ նրան։ Ընդդիմության կողմից իմը շատ եղել, դե թող իրանք բարի լինեն, ինչ որ արել են, ուրեմն արել են։ Էլ նորից դրա վերաբերյալ անդրադառնալ ու քննարկել, ես ավելնորդ եմ համարում։ Իմ կարծիքն է դա։ Պարոն Ղուկասյան, չնայած դուք նախապես հայտարարել եք, որ փոխքաղաքապետի պաշտոնը չեք զիջելու, եւ մյուս քաղաքական ուժերն էլ ամեն դեպքում առանց պաշտոնի ակնկալիքի իրենց ձայնը տալու են ձեզ։ Ամեն դեպքում քննարկվելու են մյուս քաղաքական ուժերին ինչ որ պաշտոններ, բարձրաստիճան պաշտոններ։ Եթե որևիցե մեկը ցանկանա, եթե ցանկանան, միանշանակ ես կընտառաջեմ։ Այնպես որ ասենք, այդպես չի էլի, որ ասենք, չէ ու վերջ, չէ, մենք ներողամիտ ենք, մենք կքննարկենք, կտեսնենք, ինչ է պատահել, կարելի է միասին աշխատել մեծ հաջողությամբ յուրաքանչյուրի հետ։ Պարոն Վանաձորի սցենարի կրկնություն։ Վանաձորի սցենարը չի կարող լինի, Գյումրին ուրիշ է, Վանաձորը ուրիշ է, կտեսնեք, որ Գյումրին ուրիշ է եւ լավ է լինելու։ Ես հույսով եմ, որ շատ լավ է լինելու, այդ քրեական մերական բաները լոկ այդպես խոսակցություններ են, կտեսնեք, որ դա այդպես չէ, ինչ որ ներկայացնում են։ Այդ ձայնագրությունը նոր է։ Ինչ ձայնագրություն, այդ որ ինչ որ հարուցել, չեք մտածում, որ գուցե դրանով կանցնի։ Դո սատ ենիկ ջան։ Ուրեմն դա այդտեղ եղած չեղած մի հաշիվ է, ավելի լուրջ խնդիրներ կան։ Թող մտածեն 378 եկեղեցիները, որ թուրքերին տվել են։ Թող մտածեն 12500 քառակուսի մետր, ուրեմն հողերը, որ 1000 տվել են թուրքերին, մտածեն 12 քաղաքի ու 241 գյուղերի մասին մտածեն եւ այնքան նմանատիպ խնդիրներ կա, որ այդ դարդը թողել են ընկել են այդ ձայնագրությունը նախ թող մտածեն, դե Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջանական լեզուն, դե դրա համար ինչ են մտածում, կա ինչ որ արհեստական բանականություն է կոչվում, հա, դե այդպես թող գնան խորանան կտեսնեն, որ շատ հարց է, դա ինձ համար սովորական բան է, չէ, հեքիաթներ է։ Քաղաքացիական պայմանագրի տարբեր պաշտոնյաներ, ընդդուք մինչև մեր Գյումրեցի վարչապետի խոսնակը տարբեր հայտարարություններ են տալիս։ Ինչ է, հիմա ինչ է արել, ինչ է, ասում որ չգիտեմ էլ։ Ինչ լինի։ Գյումրեցու գլխից հանկարծ մաս չպակասի։ Այսինքն իմ քաղաքապետեղնելով Գյումրեցու գլխից մաս չպակասի։ Այդ աղջիկը շատ հիշաչար աղջիկ է։ Ես ձեզ ասեմ, որ թե ինչի համար է այդքան թույն պահում իր մեջ իմ նկատմամբ, այդ էլ չգիտեմ։ Բայց գիտեմ, որ ինքը որ ամուսնանում էր մերը Հարուդանի ստերգուն խնդրում էր ինձ, որ գնայի մասնակցեի իր հարսանիքին։ Հետո մայրը գալիս էր, շատ խանութներ էր ուզում, այնքան տեղ եմ տվել, այնքան լավ բաներ եմ արել իրանց։ Բայց ինչ այդքան չարածած այդ աղջիկի նկատմամբ չգիտեմ։ Բայց մի բան էլ գիտեմ, որ իր տան վրայից որ մարդը ընկավ մահացավ, թող մտածի, որ այդ մահացած մարդու պատր պահեցին,
որ ոչ ոք չիմացավ, ոչ մի գործ չարուցեցին, այլ իրանք իրանց դարդելան։ Մենք մեր ապրած կյանքը պարզ, շիտակ, հասկացար, պահելու հեշտ բան չունենք, մենք այնպես որ չարությունը թող իր միջից դուրս գա, երդասարդ աղջիկ է, մեղք է։ Ես իրան կասեի, որ մեղք է։ Ես իրան չեմ անիծում, ոչ է վատ բան եմ ասում։ Ես իր համար կաղոթեմ, որ խելքի գա։ Պարոն անակնկալ կարող է լինել ավագանունիստի։ Ինչ լինի որ։ Չգիտեմ, օրինակ ԿՓ-ն կկարողանա ծեր, ասենք, ավագանու խմբակցությունից, այսպես որևէ մեկի մեզանից տանի։ Մենք ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա։ Հələ դու ինձ նայի, աբրացից նայի բան։ Ուրեմն ԿՓ-ն կարող ինձանից մարդ տանի ու մենք իրանցից չենք կարող տանել։ Ես այդ բաներին չեմ ուզում պատասխանել, կապրենք կտեսնենք ամեն ինչ, հասկացար։ Ես գիտեմ, որ լավ է լինելու, շատ, որովհետև գիտես ինչի, որովհետև Աստված ընդմեզ է։ Եվ որովհետև այդքան ժողովրդի ձայները մաքուր, անարատ ժողովուրդը 13 տարի աշխատած քաղաքապետի հետևից այդքան ժողովուրդ հավանական է ոչ միտեղ չի եղել։ Հավանական է։ Եվ այդքան այդ սարկածս քաղաքապետարանը չեմ եղել եւ ոչ մեկն էլ աշխատողներից մի անգամ ոչ մի միջոցառումի չասեցին դե էս որ եկեստեղ պես ճիշտ ասած վեր ենք այստեղ ու կառուցածներ մի օր մի բանին հրավիրենք ես չնայած չէի գնա բայց այդ շնորհքն ու այդ չափն էլ չունեին հասկացար որ այդ ամեն ինչը ինչ արվել է իմ օրոք է արվել ինչ արվել է ինչ միջոցառումներ այդքան միջոցառում եմ արել չնայած եկան 70% միջոցառումների վերացրեցին օրինակ ինչ մայիսի 1-յան տոներ էին անում, հունիսի 1-յան տոները, պարատներ էին անում, ինչ ասես անում էի։ Եկան բոլորը վերացրեցին, մոտավորապես կեսից ավելի քաղաքային միջոցառումները վերացրել էին։ Եվ վերջը 13 տարի անց դժվար չէ նույն պաշտոնին վերադառնալը կամ ինչ սպասումներով եք վերադառնում։ Ես գիտեմ, որ շատ դժվար է ինձ համար եւ յուրաքանչյուր աշխատող մարդու համար Սա ծանր աշխատանք է, որովհետև ես շատ լուրջ ուրեմն ծրագրեր եմ ներկայացրել, շատ լուրջ ծրագիր եմ ներկայացրել եւ այդ ծրագրերը իրականացնելը իրոք մեծ ջանք ու եռանդ է պահանջելու։ Եվ ես հույսով եմ, որ կամոկն Աստուծո մենք այդ ամեն ինչը կկատարենք, ինչ որ խոսք ենք տվել։ Հարցը պարոն Ղուկասյան, չեք կարծում, որ ձեր պաշտոնավարման ընթացքում գուցեև դիտավորյալ ստեղծվեն քաղաքում այնպիսի իրավիճակներ, որ բարձրաձայն ասեն տեսեք, որ կրիմինալը նորից վերադարձավ։ Գիտես, դե ինչ ասես պետք է անեն, որովհետև ամեն ինչի սպասում ենք, ամեն ինչ գիտենք, որ պետք է անեն, բայց դա ինձ համար ոչինչ է, որովհետև ես տեսել եմ, աշխատել եմ մինչև այսօր այդ քարկոծությանը տեսել եմ, զգացել եմ կաշվից վրա եւ դա ինձ համար սովորական բան է, կրիմինալ չի կարող այս քաղաքում վերադառնալ, որովհետեւ իմ ժամանակ ոստիկանության ստատիստիկան տվել է, որ քաղաքը 5-րդ, 7-րդ տեղում է եղել, երկրորդ քաղաքը պետք է լիներ երկրորդ տեղում, բայց եղել է 5-րդ, 7-րդ տեղ, իսկ այդ ներկայացնողները լրատվական կառույցները իրենց ագնոցները հավանական է ես կփոխեմ հետո էլ հիմա իրանք տեսան էլի ժողովուրդը ասեց եթե կրիմինալ եթե իրենց ներկայացրածի ձևով լիներ ժողովուրդը ինձ ցայն չէր տա այս ժողովուրդը այդպեսին է ես քեզ ասեմ հիմա գոնե լեզուները պահեն չափի մեջ բնան ու իրենց բոլորի պատասխանը ժողովուրդը տվել է между прочим ասեմ դες այս ժողովուրդը իրենց պատասխանը տվել է այդքան կեղծիք անելուց այդքան այնպիսի բաներ են արել որ այն ժամանակվա ամենաուժեղ կեղծիքենողները գլխները կկախեն սրանց կեղծիքների դեմ ամեն դեպքում քաղաքացիական պայմանագրի եւ ներկայիս իշխանության հետ պետք է համագործակցեք աշխատեք ինչպես եք ես ասել եմ ես պահելու եմ սուբորդինացիան ուրեմն Какой привет, такой ответ։ Ինչ ձև իրանք պահեցին, նույնը ես եմ պահելու։ Քաղաքական առումով ես իրանց քաղաքականությունը չեմ կիսում, իրենց հետ համամիտ չեմ, իրանց հետ դեմ եմ։ Բայց քաղաքի հետ խնդիրների հետ կապված, քաղաքի եւ պետության շահերի հետ կապված, ուրեմն եթե որևիցե մի խնդիր լինի, կպահեմ ճիշտ։ Եթե ոչ, բարձրաձայնեմ, թող ամբողջ երկիրը իմանա, թե ոնց են պահում ընդդիմադիր տեխնազոյի ու քաղաքի նկատմամբ։ Հիմա կարծես թե կարգավիճակներով փոխվեցիք, ընդդիմադիրները դարձան քաղաքում իշխանություն, իշխանությունը քաղաքում դարձավ ընդդիմադիր։ Իդեմս ԿՊ-ի։ Ինչպես եք այ որպես ավականու կազմում քաղաքացիական պայմանագրի հետ պատկերացնում ձեր աշխատանքը, որովհետև հիմա ավականին արդեն այլ լիազորություններ։ Գիտեք մի բան ասեմ ձեզ, ընդհանրապես կա ճիշտ ապրելակերպ։
ամեն ինչի մեջ ճիշտ պահվածք, ամեն ինչի մեջ։ Եթե դու քեզ ճիշտ ես պահում ես ճշմարտությունը, քեզ համար զենք ես ունենում, ու վերջացավ ամեն ինչ նորմալ կստացվի։ Ես այլ բան չեմ պատկերացնում։ Ես ընդհանրապես շատ հարամ մարդիկ են եղել, որ ամբողջ կյանքում հարամություն են արել։ Երբ որ ինձ հետ մի որևիցե գործով հետս առնչվել են, իրանք ճիշտ են պահել, որովհետև ես չեմ թողնի, ես նախ չեմ անի, իրանց էլ թույլ չեմ տա, որ անեն։ Այդ սկզբունքը կկիրառեմ բոլորի նկատմամբ։ Մինչև այսօր կիրառել եմ ու այդպես էլ ապրել եմ ու այդպես էլ կապրեմ։ Եվ չի կարող որևիցե մեկը ոտնձգություն անի ու հանկարծակի ինձ խապեն կամ ինչ որ մի բան լինի, որովհետև ես այդպեսին չեմ։ Հələ իմ դեմքից նայի, կարան ինձ խապեն կամ բան անեն։ Այդպես, այսինքն հիմա այդպես շատ մեծ չխոսանք, կապրենք կտեսնենք։ Հավականու առաջին նիստի լարվածությանը պատրաստ եք, վստահ եմ, որ լարված նիստ է։ Չի հավատա, որ այդպես լարված է, այդպես օրեր ենք անցել, հանգիստել է։ Պարոն Ղուկասյան, ձեր հայտարարությունները շատ քննարկվեցին, մասնավորապես դրանք դիտարկվեցին որպես սեքսիստական, կարճ աղջիկների կանդրադարձել։ Նաև քահանային գնդակահարությունը շատ բանալից Տատախազություն են դիմել երկու։ Ինչ լավ է։ Ես դες մի բան ասեմ, ուրեմն նախ ես որպես դու գյումրեցի աղջիկ, ես չէի ուզել որ քո բերանից լսեի սեքսիստական բառը։ Ես քո տեղը ամաչում եմ իմ մոտ դու դենց բան ես ասում։ Եթե դրանք դենց բաներ են ասում, իրանք թող գնան բացեն Գրիգոր Տատևացու հարսմանց գիրքը, այնտեղ գրված է. «Վայ ձեզ կանայք, որ գայթակղության պատճառն եք հանդիսանում տղամարդկանց»։ Եթե դա սեքսիստական է, չգիտեմ ինչեստական է, թող ոնց ուզում են հասկանան։ Գնան Գրիգոր Տատևացու հարսմանց գիրքը բացեն, մեջը գրված է։ Հասկանալի է։ Ինչ մնում է քահանայի հետ կապված։ Ուրեմն քահանայի հետ կապված, այո, հայոց եկեղեցին նախ նմանատիպ բան չի անի, միանշանակ չի անի, չեմ հավատա հայոց եկեղեցուց։ Իսկ եթե անի, կապրենք կտեսնենք թե ինչ կլինի։ Այդքան բան։ Սրբազանի հետ ինչ որ հանդիպում ամեն դեպքում եղավ, թե չէ։ Սրբազանը մենք իրար հետ շատ լավ ենք, նորմալ հարկում ենք իրար, ես իրեն, ինքը ինձ, այնպես որ մենք խնդիր չունենք Սրբազանի հետ, շատ նորմալ։ Նորմալ հարաբերությունների մեջ ենք Սրբազանի հետ, հարկում ենք իրար, ես իրեն եմ հարկում, ինքը ինձ է հարկում, այնպես որ եթե ինչ էլ որ մի բան լինի, ձեզանից կլինի, որ խառնեք իրար, այդքան բան։ Այո, միանշանակ։ Պարոն Ղուկասյան, իսկ ՔՊԱ-ականների չղացությունները ինչպես եք ներկայացնում։ Ոչինչ, թող սրդերը լեն պահեն։ Ինչ է եղել։ Այսպես է, կյանքի բանն է, մեկը կուկա, մեկը կեստա, մեկը մյուսին կփոխանցեն, այնպես որ հեչ թող վատ չզգան, հասկանալի է, ինչ որ իրենք արել են, ժողովուրդը ըստ այնեմ իրենց գնահատականը տվել է։ Ինչ որ ամբողջ Հայաստանի ՔՊԱ-ականներով լցվել էին մարզպետներով ու պատգամավորներով ու չգիտեմ պետական կառույցներով, ընդհանուր այստեղ քանի հոգի վարորդներ եկան, մի քիչ էլ բան էին, ասեցին 67 հոգի, էս ինչ քաղաքից ենք բերել, 67 հոգի են քաղաքից ենք բերել, բերել ենք ընտրության ու գնացել ենք։ Մենք դաժե դրանց բան չարեցինք։ Հասկանալի հիմա շենքեր կան, որը գրված է ցուցակների մեջ, բայց այդ շենքերը չկան։ Ինչ ասեմ, ամոթ է, ուղղակի այդքան բանից հետո որ այսքան ձեն են հավաքի, ձեները կդրեն, խելոք մնան, իրենց մի բան եմ ասում, քանի աշխատում են, աշխատեն իշար ժողովրդին, որովհետեւ ինչ որ խոսք էին տվել, այդ խոսքերը կատարեն։ Ուրիշ ոչ մի բան։ Մտավախություն ունեք, որ ասենք ֆինանսավորում կդատարեցի, չեն կարող։ Իրենք չեն կարող ֆինանսավորում դատարեցնել, որովհետև դա քրեորեն պատասխանատվություն կկրեն, որովհետև դա քաղաքի հասանելիքներն է, որ քաղաքից հավաքում են 85 միլիարդ դրամ, տալիս են 3% ընդամենը, որ պիտի տան 30%։ Հələ մենք պետք է դրա վերաբերյալ անպայման իրենց հետ, ուրեմն բանակցությունների մեջ մտնենք, մեր գումարը պահանջենք։ Չտվեցին դադի ենք տալու անպայման կառավարությանը։ Ինչ այս հայտարարվեց, որ Շիրակացի փողոցի օրինակ վերանորոգման արդեն, այսինքն հիմնանորոգման ծրագիրը կա, հաստատված է։ Ինչ է կարծում դրանք զուտ նախընտրական, այսպես խայծեր էին եւ հիմա կարող են։ Դե հիմա որ հայտարարել են, մենք հետեւողական ենք լինելու ու նամանավանդ պետական այդ ծրագրերը, որոնք վերցրել են եվրոպական բանկերից, ուրեմն այդ ծրագրերը բոլորը պետք է հետ տան մեր թորներն ու ծորները, այսինքն դա իրենցը չի, իրանց գումարները չի, դա հետ է վերադարձնելու մեր երեխեքը, մեր թորներն ու մեր ծորները։ Հիմա ես շատ հետևողական եմ լինելու այդ ծրագրերին, որ տեսեք գնացեք նայեք, Մայր Հայաստանի հետևեն կալցեվոյը արդեն քանդվել է։
պիտի պահանջեմ շինարարից, կանչեմ, ես ինչ է քանդվել այս ծրագրերը, բոլորը պիտի պատասխան տան։ Ով ինչ արել այդ գումարների հետ կապված շատ հետևողական եմ լինելու եւ անպայման պահանջելու ենք որակ եւ ժամկետի մեջ եւ ամեն ինչ։ Այնպես որ ես այդ հարցերը իմ աչքերի առջև է ու շատ պահանջկոտ ենք լինելու։ Դուք կլինեք, այսպես ասած, մանրադիտակի տակ ըստ էության իշխանությունների։ Ես միշտ եղել եմ մանրադիտակի տակ, հանգիստ եղի։ Ես այն գլխից մանրադիտակի տակ եմ։ Այն գլխից։ Ովքեր են 8 տեխնացուները, պարոն Ղուկասյան, ովքեր մանդատ են ստանալու։ Դե հիմա այդ 8 տեխնացուները կստանան մանդատները, դուք կտեսնեք, հիմա ասես արագ չեմ կարող ասել, բայց համբերեք մի քանի օր հետո այդ բոլորին կտեսնեք։ Պարոն Ղուկասյան, այս օրերին շատ է քննարկվում, որ Վանաձորի սցենարը Գյումրիում կկիրառվի, ինչ կասեք այս մասով։ Վանաձորի սցենարը չի կարող այստեղ կիրառվի, որովհետև այստեղ այլ բան է եղել, Վանաձորում այլ բան է եղել, այնպես որ բնակարան հատկացնելու համար, որ մարդիկ բնակարան են կառուցել, դրա համար 60 հոդվածի հետ կապված, այդտեղ մենք բացատրությունը ունենք շատ հանգիստ, գեղեցիկ ձևով եւ դրանով քաղաքապետը երբեք չի կարող մեղադրվել։ Ուղղակի սա եւս հերթական շոուն է, որ արվել է, կտեսնեք, որ դրանք ամեն ինչ կանցնի շատ հանգիստ։ Ձեզանից նաև ապօրինի գույք են ուզում, կարծում Չեն կարող, որովհետև դրա բոլորի բացատրությունը կա, մենք ներկայացրել ենք, թե որտեղից ինչ ենք աշխատել, այնպես որ ես ամբողջ կյանքս աշխատել եմ, ցույց եմ տվել եւ այդ բոլորը մեր ուրեմն ադվոկատները ներկայացնում են, հաշվապահները ներկայացնում են, այնպես որ կտեսնեք, որ այդ բոլորի բացատրությունը կա, բոլորի բացատրությունը հատիկ տրված է։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ եւ ամբողջ քաղաքը գիտի, որ այն ժամանակ մարդիկ էլ չգիտեին այդ գումարն ինչ բան էր, ես սովետական միության ժամանակ 5 հատ մեկի ջիպ են ժամանակ տներ, սա ամեն ինչ փարկասու ես մենք ունեցել ենք։ Պարոն Ղուկասյան, ձեզ համար տարօրինակ չէր, ամեն դեպքում, որ իշխանությունը ասում է ապօրինի գույք եւ այլն, բայց հենց իրենց շտաբը բացել էին այն տարածքում, Կինո Հոկտեմբերի շենքում, որ ասում էին, որ ապօրինի է սեփականաշնորհված եւ իրականում այդ շենքը պատկանում է նախկին հեղափոխական պատգամավորի։ Ինչ ասեմ, գնացեք իրենցից հարցրեք, զարմանալի է, ամեն ինչը շատ զարմանալի է եւ ցավում եմ, որ այսօր Հայաստանի աշխարհում չկա մի երկիր, որ այսքան ուրեմն քաշող ուժը դատական process-ների մեջ է, այսինքն երկրի 30-ից մոտավորապես 50% է ժողովրդի, որոնք շոկեքարշի դեր են տանում, բոլորը դատական process-ներում խնդիրներ ունեն, բոլորը։ Աշխարհում չկա մի երկիր, որ այսպիսի վիճակի մեջ լինի։ Զարմանալի է միանշանակ եւ ամբողջ սա արվում է լոկ նրա համար, որ մարդիկ թողնեն Հայաստանից հեռանան, որովհետեւ պատկերացրեք 29000 քառակուսի մետրի վրա ապրում է մոտ 2 միլիոն ժողովուրդ, իսկ 22000 քառակուսի մետրի վրա ուրեմն Իսրայելում ապրում է 9-ից 10 միլիոն ժողովուրդ։ Այդ տեսեք ու հլը մի բան էլ հիմա արդագաղթը ավելի շատ է, քան ներգաղթը, որովհետև դա ինչից է գալիս, որովհետև ոչ պետական ճիշտ կառավարումից, այսինքն դադել այնպիսի մարդկանց, որոնք ստեղծում են աշխատատեղ, դադել այնպիսի մարդկանց կամ տերորի ենթարկել այնպիսի մարդկանց, որ երկրի ուրեմն ուժն են հանդիսանում եւ աշխատատեղեր են ստեղծում։ Դա հավանական է ինչ ծրագիր է, պետք է մենք հասկանանք եւ բանկային համակարգը, ինչ որ հիմա բանկային համակարգը, որ արվում է Հայաստանի Հանրապետությունում, դա միանշանակ նպաստում է արդագաղթին։ Այստեղի ուրեմն աշխատողները, գործարարները երբեք չեն կարող հաջողություն ունենալ, որովհետեւ եթե 8-ից 16%-ից մինչև 25%-ով մարդիկ վարկեր են վերցնում, իսկ ամբողջ աշխարհում 2-ից 4% է, ստանում են վարկերը 0.25%-ով ու ամեն մեկը բանկ է բացում իր համար եւ տալիս է ժողովրդին, մինչև այդ բանկային համակարգը, մինչև այս դատաիրավական ոլորտը, ուրեմն չվերանա այս ձևի չմոդեցում ցուցաբերեն, Հայաստանի Հանրապետությունը ավելի վատ վիճակի մեջ է լինելու, լավ իմացեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր անդամների գրառումներն էին ընթերցում։ Իրենք ասում են, որ դա մոտ 17000 ձայն է ստացել Սարիկ Մինասյանը եւ ամեն ինչ լավ է լինելու։ Դա ինչ է նշանակում։ Ինչ որ բան են ծրագրում։ Ես կարող եմ մի բան ասել, որ իրենք ընդհանրապես խոսելու տեղ չունեն։ Ինչ ձևով որ իրենք ընտրություն արեցին, ինչքան որ ուրեմն գումարներ բաժանեցին, ինչքան որ դուք ֆիքսեցիք, ինչ տեսակ բան արեցիք, այդ բոլորը ամբողջ ժողովուրդը գիտի, քաղաքի բնակչությունը լավ տեսավ, թե ինչ արեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, քվեարկեցին, ինչքան շենքեր կա, որ չկա, գոյություն չունի, բայց այդ շենքերը
ոնց որ կանգնած, չգիտեմ, մարդիկ գնում են այդտեղ ընտրություն են անում, ու այնպեսի ուրեմն պատկերացրեք, շենքեր կա, որ գոյություն չունի, այդ շենքերը փլվել է, ուրեմն նախկին բնակիչներին, ես չգիտեմ, իրոք այդ բնակիչներն են թե ոչ, գրանցել են այդտեղ եւ այդ սկզբունքով ընտրություններ են կատարել այդ սկզբունքով ու հələ խոսելու տեղ ունեն ընդհանրապես խոսելու տեղ չունեն ընդհանրապես այսքան պետ ամբողջ Հայաստանի ԿՊ-ն ուրեմն այստեղ էր լծված ու այդքան ձայն են հավաքի այնե այդ սկզբունքով էլ ինչ ասեմ ու հələ մի բան էլ իրենք խոսում են խոսելու ինչ ունեն ժողովուրդը իրենց գնահատականը տվեց ժողովուրդը իրենց գնահատականը տվեց եւ իրենց մեջ ես իրենց միջից լուրջ խոսակցություններ գիտեմ թե ինչ են ասում վերադաս կառույցները այստեղի մնացածներին ահագին ուշ եղավ այս համաձայնությունը ոնց որ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան ով բարիշացրեց ձեզ ճիշտ ասած ես չեմ կարող այդ հարցին պատասխանել իրոք այդպեսի բան չի եղել մենք հանդիպում չենք ունեցել այսօր ուղղակի ես լսել եմ ուրեմն իրենց գրառումներից տեսել եմ Մարդուն Գրիգորյանի գրառումը այդպես է եղել մենք իրար չենք տեսել այո միանշանակ ինչ խնդիր ունեմ ես ընդհանրապես լսեք ես բարի մարդ եմ ես թշնամություն չունեմ լավ իմացի ոչ վախ ունեմ ոչ թշնամություն վախենում եմ Աստծուց մեկ էլ այն մարդկանցից որոնք Աստված չեն ճանաչում հասկանալի է դա ասում էր Թեոդորոս Թագավորը Սուրբ հիմա ես կրկնում եմ իրենց խոսքերը գիտեցի իմ ապրած կյանքը բոլորը գիտեն որ ես ինչ որ մարդ չկա որ վախենամ քաշվեմ կհարկեմ եթե հարկելու արժանի է իսկ եթե ոչ ես բարի մարդ եմ հասկանալի է նորից եմ կրկնում ինչ է պատահել Պարոն Ղուկասյան դուք նաև մտավախություն ունեիք որ հենց համաձայնության կան ձեր եթե հանկարծակի ուրեմն անօրինական քայլեր կատարեն անօրինական անմեղ մարդուն վերցնեն տանեն ուրեմն հեղափոխությանը պատրաստվեն այստեղից շատ արագ շատ շուտ է լինելու շատ շուտ ամբողջ ժողովուրդը ոչ միայն Գյումրի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կտեսնեք ոնց են ոտի հանելու եւ դրսից կտեսնեք ինչ կլինի ինչքան շուտ անեն այնքան լավ կլինի որ այդպես է Պարոն Ղուկասյան դուք հայտարարեցիք ձեզ երբ որ ոստիկանություն էին տարել երբ որ դուս եկաք ասացիք շատ համը չհանեն թե չէ վարչապետ կդառնամ օրինակ դու չես ուզում որ ես դառնամ ես գիտեմ որ դուք եք ուզում ոնց որ ով համբերենակեց է լսի ասում է լավ է Աստծո կամքով մի ворդ ճիջու լինեի քան մարդկանց կամքով թակավոր եւ իշխան եթե Աստված կամեցավ ուզես թե չուզես ուրեմն քեզ այնպես կանի որ դու կգրաս սիրուն ամեն ինչ կլինի եթե Աստված չկամեցավ ուրեմն ում է պետք որ դու առաջնորդվես ինչ որ մի քայլ անես բոլոր ճանապարհները ի վերուստ է եթե դուք մտածում եք որ մազը սև ու սպիտակ անգամ դուք չգիտեք Աստված է անողը ամենքի Տեր ու Տիրական Աստված է հիշեք ես այս խոսքերը պատական չեմ ասում եթե Աստծո կամոք է փառք կամեցածին եթե ոչ ուրեմն ոչ մի բան Պարոն Ղուկասյան ձեզ հնարավորություն է հիմա տրվել միանձնյա իշխանություն ստանալու քանի որ պաշտոններ չեն ակնկալում ամեն դեպքում դուք նստելու եք բանակցելու եք իրենց հետ որոշակի բաներ առաջարկելու օրինակ ես հիմա մի հատ առաջարկություն եմ անում հենց այս պահին օրինակ Ռուբենին որպես մշակույթի ներկայացուցիչ առաջարկում եմ հենց իրեն հիմա մշակույթի բաժինը ինքը ղեկավարի շատ լավ կլինի ես լավ կզգամ որ ինքը ղեկավարի աշխատենք միասին հենց հիմա այս հայտարարությունը ես տարածեցի Փոխքաղաքապետ արդեն հայտնի է առաջի փոխքաղաքապետը միանշանակ ոչ երկրորդ փոխքաղաքապետը որը կցանկանան կարող եմ առաջարկել թույլ է տալիս նաև մի քանի առաջի փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Սարաքելյանը Եվ ինչ է կարծում, պարոն Ղուկասյան, ԿՊ-ն, որ ի նշան բողոքի կբոյկոտի եւ ավականու առաջին նիստին չի մասնակցի, թե առիթը անպայման կօգտագործեն ձեզ եւ Դե ես հիմա բանը Նաստրադամուսը չեմ, կապրենք կտեսնենք, կգնանք կտեսնենք, հիմա այդպես մի երկենքից բան չի։ Հանգիստ եղեք, բոլոր դել ես ուղղակի հանգստություն եմ բոլորից մաղթում, ցանկանում եւ հույսով եմ, որ լավ կլինի, մենք շատ լավ գործեր ունենք անելու, ռազմական դպրոց ենք բացելու քաղաքում, որ երիտասարդներին 8-րդ 10-րդ դասարանի պետք է անպայման այնտեղ սովորացնենք այս թրջող անօտաչու սարքերը կառավարելը, սովորեն թե ոնց օգտագործեն, արդադրել,
հրանոթներին ծանոթ լինել, այնպեսի լավ այդպեսի մասնակիցների են հրավիրելու, ուրեմն ես մինչև այսօր եկեղեցիներ էի կառուցում, իմ անձնական հնարավորություններից անպայման այդ դպրոցին տրամադրելու եմ, դրսի մեր հայերին, ովքեր որ հանգարց ցանկություն ունենան մասնակցել, այնպես որ մենք այդպիսի բաներ ենք անելու քաղաքում, շատ լուրջ ծրագրեր ունենք, պետությունից պահանջելու ենք Գյումրիի հասանելիքը, այնպես որ այն մարդիկ էլ, որոնք այսօր հողհատկացումները ձեռքերը թույլտվության են սպասում, շին թույլտվության են սպասում, 10 տարիներով սպասում են, դուք տեսեք ինչ արագ, այսպես լավ խոսք կա Գյումրվա, շփշփալ են տալու է մարդկանց, առանց տանել բերելու, առանց քաշքշուկներ, առանց հախ վերցնելու, արագ լցնելու են, որ մարդիկ կարողանան քաղաքը կառուցել։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն բալասանյանական կադրերից արագորեն, այսպես ասած, ազատվեց քաղաքապետարան գալուց հետո։ Դուք իրենց կադրերից ազատ։ Ես ասել եմ, կադրերի վերաբերյալ այսպես է, ով մասնակետ է աշխատելու է։ Ով լուրջ մասնակետ է, ուրեմն ուզում է աշխատել, ես խնդիր չունեմ իրենց հետ։ Իսկ ով, ասենք, ձիու խոտեր պետք է անի, բան պետք է անի, ուրեմն քաղաքական առումով է այդտեղ գտնվում, իհարկե անելու բան չեն ունենա։ Եվ եթե դրսում էլ կան մարդիկ, որոնք հիմա ընդուպ ինձ հետ չեն մասնակցել այս քարոզարշավին, բայց իրենք լուրջ մասնակիցներ են, ես մի քիչ առաջ ասեցի, անպայման հրավիրելու եմ, ոնց որ արեցի 99 թվականին։ Դռները ծեծելու են, ասելու են եկեք աշխատեք։ Գլխավոր ճարտարապետի հետ դուք եք աշխատել, գիտեմ որ Տորմուս Հենդոին մի անգամ էլ դուք եք ձեր խոսքում նրա մասին նշել։ Նորից պատրաստում եք իր հետ աշխատել, թե միանշանակ իրան ազատելու եմ, բայց պահելու եմ որպես բան, օրենքները գիտեցող, առանձին այդ կաբինետը ինքը չի մտնի, առանձին տեղ եմ տալու իրեն, հերու, ուղղակի խորհրդատվություն այդ ոլորտի հետ կապված, բայց ինքը այդտեղից դուրս է գալու, այ առաջ անգամ ասում եմ։ Հասկացար, Տորմուս Հենդոն այլևս անելու բան չունի այդ կաբինետում։ Այո, այն գլխից իրան ասում են Տորմուս Հենդո։ Պարոն Ղուկասյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ձեզ չեք համարում խոցելի, քանի որ ժողովուրդն է։ Այո, միանշանակ։ Գեգոնքին կակը։ Միանշանակ։ Այո, ինչ խոսք։ Ես ասեցի, ձայն բազմած ձայն Աստծո, բազմության ձայնը դա Աստծո ձայնն է, առանց կեղծիկի, առանց փողի, առանց կեղծիկի, առանց ուրեմն հրամայականի, որ եթե հանգարց մտակ ԿՊ-ին չնդրեցիք, ուրեմն ազատվելու եք աշխատանքից։ Պետք է նկարը բերեք ցույց տաք, երկրորդ համարի քվեաթերթիկը հետները դուրս պետք է բերեք, առանց այդպիսի սկզբունքների մշտական ես ընդրվել եմ, թող այ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտի աշխատակիցները թող ասեն։ Իմ ընդրությունների ժամանակ որևիցե մեկին ես այդպես ստիպել եմ, որևիցե մեկին նմանատիպ բան արել եմ, կամ ասենք փող բաժանելու իմ ընդրություններին ես մի անգամ փող բաժանել եմ, այդքան քաղաքապետ եմ դարձել։ Հիմա այնտեղ այդ երկար տարիների աշխատողներ կան։ Թող բոլորը բարձրաձայնեն ու ասեն։ Այսինքն այն կարծրատիպը, որ նախկին ներկա այսպեսի խոսույթ էին ձևավորել, այդ արդեն չի անցնում։ Հա, այս ընդրություններով Նախկին ներկա ասելով ինչ ենք հասկանում, որ ինչ։ այդ խոսույթը, որ ասում են։ Գիտեք ինչ, եթե նախկինները, որ ասում են նախկինները, ուրեմն նախկինները իրենց հայրերն են, իրենց մայրերն են, ուրեմն իրենց հայրերն ու մայրերը գող են եղել բոլորը։ Գիտեք ինչ կա, սարսափելի խոսակցություն է։ Այս երկիրը կառուցվել է նախկինների, ուրեմն հայրերի, մայրերի, պապերի ու մեծ պապերի կողմից։ Հիմա այստեղ գալու ասել բոլորը սենց են բան ու մարդկանց պիտակավորել։ Ուրեմն Արցախյան պատերազմի հերոսներին այդ ձևի տուշոննի, մուշոննի բերեցին, կապեցին բան։ Ու իրենց էլ այսօր այդ անունը ճակատներին դաջված պտտվում են ու կարելի է այդ խոսքը ընդունել հիմք ու դրա հիման վրա ինչ որ գնահատական տալ, համբերեք։ Գյումրեցիք ասում են ինչ բրտես չանաղը դեն կուկա գդալդ։ Գկան երդասարտներ իրենց կասեն, արդեն ասում են իրանց համար։ Մի բառ, գիտեք չէ որն է։ Որն է, ասա, ինչ են ասում իրանց համար։ Ազնիվություն ունեցի ասա։ Դե ասա։ Համարձակություն ունեցի։ Այ վախենում եք, պետք է չվախենաք, դավաճան են ասում, այո, ինչ են ասում, մի վախեցի։ Ասեք, երեխեք ջան, ասեք, մի վախեցեք։ Ասեք, այլ բան ունեք ասելու։ Տեսեք, միայն գյումրեցիներին տվեցի հարցազրույց։